Հելագարված Լիլիթը փախչում է հոգեբուժարանից և առանց ժամանակ կորցնելու ուղևորվում է Աննայի տուն։ Նրա քայլերը այլևս կառավարվում են ոչ թե բանականությամբ, այլ մոլուցքով ու կույր ատելությամբ։ Շենքի դիմաց նա հանդիպում է Աննային։ Լիլիթը լացակումած է, խեղճացած տեսք ունի, փորձում է խղճահարություն առաջացնել, շատ լավ գիտակցելով Աննայի միամիտ հավատացող բնավորությունը։ Նա փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ, որպես մեկը, ով օգնության կարիք ունի։ Աննան փոխանակ զգուշանա կամ հեռանա, կանգնում է, լսում նրան և անգամ հետաքրքրվում, թե ուր է Լիլիթը ցանկանում, որ ինքը գնա նրա հետ։ Այդ նույն պահին Անետը պատահաբար նայում է պատուհանից և տեսնում նրանց երկուսին միասին։ Մի անգամից հասկանում է վտանգը, խուճապահար իջնում է ներքև, գիտակցելով, որ Լիլիթը կարող է ցանկացած վայրկյան վնասել Աննային։ Նրա միջամտությունն իսկապես ճակատագրական է դառնում։ Անետին հաջողվում է կանխել ամենավատը, փրկել Աննային, և նրանք միասին բարձրանում են տուն, փակելով Լիլիթին դրսում։ Այս ամենի ֆոնին բացահայտվում է ևս մեկ անսպասելի իրադարձություն։ Հենդոն, որը թվում էր մահացած, պարզվում է ողջ է։ Սա անկասկած ուրախալի լուր է, սակայն այդ ուրախությունը կարճ է տևում, քանի որ հաջորդ զարգացումները մթագնում են իրավիճակը։ Միքայելը վերցնում է ատրճանակը և դուրս է գալիս տնից։ Նրա շարժումները սառն են, վճռական ու վտանգավոր։ Ֆաինան տեսնում է այդ ամենը և հայտնվում է ահավոր հոգեվիճակում։ Նա փորձում է հասկանալ, թե ուր է գնում հայրը և ինչ նպատակով է վերցրել զենքը, սակայն Միքայելը ոչ մի բացատրություն չի տալիս։ Լուռ հեռանում է, թողնելով Ֆաինային վախի ու անորոշության մեջ։ Միևնույն ժամանակ Սոսը Արամի հետ գնում է իր մոր գերեզմանին։ Այդ այցը նման է հրաժեշտի, լուռ, ծանր մտքերով նրանք կանգնում են անցյալի ցավի առաջ։ Բայց անգամ այստեղ նրանք միայնակ չեն։ Գերեզմանոցում նրանց հետևում է Լիլիթը։ Նա կարծես դարձել է ամենուր ներկա ուժ, ով ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ լսում և ամեն ինչի մասին տեղյակ է։ Շուտով Լիլիթը գործի է անցնում։ Նա առևնանգում է Անգելինային, մտքում ունենալով միաժամանակ մի քանի կյանք խլելու սարսափելի ծրագիր՝ Անգելինային, իրեն և Սոսին։ Նա մեքենայով քշում է դեպի այն վայրը, որտեղ պետք է հանդիպեին Միքայելը և Սոսը։ Լիլիթի նպատակը մեկն է՝ մեքենայով մխրճվել Սոսի մեջ և ավարտել ամեն ինչ մի ակնարկում։ Սակայն վերջին վայրկյանին Սոսին հաջողվում է թռչել մի կողմ։ Վթար է տեղի ունենում, բայց հրաշքով ոչ ոք չի զոհվում։ Հանդիպման վայելում է նաև Հենրին, Միքայելի հետ։ Անգելինան վախից ու ցնցումից հետո անմիջապես դուրս է թռնում մեքենայից, փորձելով օգնել Սոսին։ Լիլիթը ևս դուրս է գալիս, հանում է ատրճանակը և փորձում կրակել, նպատակ չունենալով ընտրել, թե ով կլինի զոհը՝ Սոսը, թե Անգելինան։ Վտանգը հասնում է գագաթնակետին։ Այդ պահին Հենրին միջամտում է։ Նա մոտենում է Լիլիթին, հրում է նրան և ատրճանակը ընկնում է հեռու։ Սակայն անգամ այս պահին խելագար Լիլիթին հաջողվում է փախչել, կրկին։ Նա անհետանում է, թողնելով իր հետևից քաոս, վախ և չփակված վերքեր։ Այսպիսով, Լիլիթը հերթական անգամ խուսափում է պատասխանատվությունից, իսկ մյուսների կյանքը կրկին կախվում է անորոշության և վտանգի եզրին։ Հարգելի հետևորդներ, Լիլիթի փախչելուց հետո ինչպես կլուծվի Սոսի ու Միքայելի թշնամության հարցը։ Գրեք մեկնաբանություն։ Սիրելի հեռուստադիտող, այսօր իմ Ռոզայի վերջին նկարահանումն էր։ Հենց նոր ավարտեցինք մեր նկարահանումները, ժամը 1-ն է։ Ու Հենրին ու Անգելինան ձեզ ասում են Մեկ բարով։ Մինչ նոր հանդիպումներ։ Մենք շատ սիրեցինք մեր հեռուստադիտողին ու շատ շնորհակալ ենք ձեզնից։ Ու նույն սերն էլ ձեզնից ստացանք։ Շնորհակալություն։ Լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ ներողություն չեմ տալիս։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։
Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, Ես այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ չէ թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Ֆիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Այ անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Էլենը ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա